Ողջույն հարգելի հետևորդներ, եթերում իրական զրույցի հերթական թողարկումն է։ Եվ այս զրույցի ընթացքում ձեզ համար կզրուցեն ազգնախաձեռնության անդամ Արփի Թոփչյանը եւ քաղաքագետ Սարոս Սարոյանը։ Պարոն Սարոյան, շնորհակալ եմ շատ հրավերը ընդունելու համար եւ ուզում եմ, որ մեր զրույցը ընթանա ձեր վերջին հրապարակումներից հոդվածներից մեկի շուրջ, որում դուք անդրադարձել եք շատ կարեւոր ֆունդամենտալ հարցերի։ Մասնավորապես դուք նշել եք, որ երբ արտաքին ուժը խաղաղության գործընթացի հաջողությունը կապում է գործող վարչակազմի իշխանության դիրքի պահպանման հետ, դա միջամտություն է Հայաստանի ներքաղաքական կյանքին, անկախ այն բանից, թե ինչ բառապաշարով է այն ներկայացվում։ Կցանկանայի, որպեսզի մեր լսարանի համար ավելի պարզ, ավելի հստակ բացեք այս խութերը, այս վտանգները, որովհետև ոչ սովոր միջին վիճակագրական ականջի համար արտաքին այդ բարեհաճ արտահայտությունները թվում են գրավիչ եւ թվում են նաեւ անորոշ ապագան ավելի պայծառ դարձնող։ Այո, դա այդպես է, բայց առաջնահերթորեն պետք է խոսել, որ մարդիկ ընդհանուր առմամբ ունենում են որոշակի մետություններ, ասենք ռուսամետ, արևմտամետ եւ աշխարհը իրենք պատկերացնում են այդ կոնֆիգուրացիայի մեջ, գտնում են որն է ուժ եւ այդ ուժին արժեք են տալիս, այդ արժեքին արդեն արժեքային ինչ-որ համակարգ են ձևավորում ըստ իրենց նախասիրությունների եւ այլն, եւ այդ տեսանկյունից է, որ շատ արտաքին ազդեցություններ եւ արտաքին գործընթացները, որոնք ազդում են մեր կյանքի վրա, չեն երևակվում իրենց մոտ, որովհետեւ այդ մարդկանց մոտ արդեն պատ կա գոյացած եւ արդեն իրենց սիմպաթիաները ավելի մեծ տեղ ունեն, քան այն իրականությունը, որով ուրեմն մեզ կաշկանդում են եւ այն գործընթացներով, որոնցով մեզ կաշկանդում են։ Հիմա այդ տեսանկյունից տեսեք, այսօր բոլորի աչքի առաջ է այն ինչ որ Ռուսաստանը արեց հերթական անգամ մեզ հետ, դրա մասին անընդհատ մեր նման մարդիկ խոսել են, շատերը չէին ընկալում տարիներ շարունակ եւ այլն, բայց հիմա բոլորի աչքերը բաց է եւ հիմա օրինակի համար նման այնպիսի աջակցություն, ինչ որ Հայաստանի քաղաքական ուժին, որը Ռուսաստանի կողմից, Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության այս կամ այն, ենթադրենք Լավրովի կողմից կամ նման կարգի պաշտոնյաների կողմից արվի, պատկերացնում եք Հայաստանի հայ հանրությունը ինչպիսի սուր հակազդեցության էմոցիոնալ առումով այո, որովհետև աչքի առաջ է այն ինչ որ Ռուսաստանի եւ այլն, բայց եկեք տեսեք, որ նույն բանը ասում է երկրորդ մարդը Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը աջակցություն եւ այլն եւ հայ հանրությունը ըստ էության լռում է, այստեղ երկակի ստանդարտները ակնհայտ են, բայց ինչի է լռում, որովհետև այդ մարդկանց համար ենթադրենք նախկինում կար մի ձևավորված պատկեր, որ արտաքին աշխարհի այսինչ ուժը մեզ դաշնակից է, չգիտեմ, եւ այլն, ինչպես կմեկնաբանեն, այդտեղ կարևոր չի։ Ուժ էին տեսնում դրա մեջ եւ այլն, հետնել արդեն ինչ որ արժեքային ուրեմն համակարգ են ձևավորել, հիմա դա կործանվել է, հիմա մեկ այլ տեղ են ուժ տեսնում եւ այնտեղ արդեն լրիվ համաձայն են այն խոսույթի հետ, որը ասվում է, իսկ ինչ է ասվում, ասվում է, որ արտաքին կոնկրետ մի գերտերություն, ուրեմն ամեն կերպ պատրաստ է աջակցել Վենսը հենց այդպես էլ ասաց, եթե իմ ուրեմն ասելու կարիքը կա, ապա ես պատրաստ եմ ասել, որ մենք աջակցում ենք եւ ուրախ կլինենք այդ նույն իշխանությունը տեսնել, որովհետեւ իր հետ աշխատանքը ուրեմն ամեն ձևով հաջողված է իրենց հետ, հաջողված է թրիփի հետ կապված եւ հաջողված է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների եւ այսպես ասած խաղաղության օրակարգի առաջմղման տեսանկյունից։ Հիմա այստեղ է հարցը, որ հայ մարդը արդյոք նորմալ է տեսնում նման կարգի բացահայտ ուրեմն աջակցությունը եւ ոչ միայն աջակցություն, դա միայն խոսքեր չեն։ Եթե մարդիկ ասեն դա միայն խոսքեր են, այդպես չի։ Եվրոպական միությունը ուղղակի գումարներ է տալիս
անունը դնելով, որ Ռուսաստանի ազդեցությունը ուրեմն կաշկանդելու եւ այլն։ Այո, Ռուսաստանի ազդեցությունը պետք է կաշկանդվի։ Թույլ չպիտի տրվի, բայց դա Հայաստանի իշխանության գործն է։ Դա արտաքին այս ուժի գործը չէ, այս կամ այն ուժի գործը չէ։ Դա հենց ցույց է տալիս, եթե մենք նորմալ ենք վերաբերվում նման քայլերին, ուրեմն իսկապես խնդիր կա այն շրջանակների համար, ովքեր քաղաքական շրջանակների, ովքեր նորմալ են դիտարկում, ուրեմն մեծ հաշվով նախկինում, եթե ռուսական ինչ որ ազդեցության գոտում էին գտնվում եւ ճանաչում էին Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը քաղաքական ուժերի այդ թվում ընդդիմության ղեկավարները ճանաչում էին ցարին որպես աշխարհի տեր, հիմա ընդհանրապես տերն է փոխվել շատերի պատկերացումներում եւ ուրեմն այս նոր տերը, որ այդպիսի բան է ասում, շատ նորմալ է։ Այս երկակի ստանդարտներն եմ ես ուզում բան անել, որովհետեւ հիմա օրինակի համար մեր լսարանը եթե լսում է, խոսքը նրա մասին չի, որ ուրեմն Ռուսաստանի ազդեցությունը ենթադրենք չվե։ Այո, պետք է թույլ չպիտի տրվի ընդհանրապես։ Այն ինչ որ արել է Ռուսաստանը հայ ժողովրդի հետ եւ արել է ոչ մեկ անգամ, արդեն 100 եւ ավել տարիներ, հայ ժողովրդին պետք է այն իմաստնությունը բերել, որ չի կարելի արտաքին ուժերի հետ նման կերպ հարաբերվել եւ բերել սեփական գլխին տեր կարգել։ Հիմա մարդիկ ուղղակի սիրով մեկ այլ տեր են ուզում կարգել, սա է ընդհանուր առմամբ։ Ես այստեղ երկու ասպեկտ կառանձնացնեի։ Առաջինը, որ եթե խոսենք պետության տեսակետից, պետությունը ամուր է իր ներքին լեգիտիմությամբ։ Փաստացի մենք կարող ենք ասել, որ Հայաստանի քաղաքական դաշտում երբևէ հայ ժողովուրդը ներքին ուժը չի ընկալվել, ներքին լեգիտիմությանը կարևորություն չի տրվել։ Առավելապես շեշտը դրվել է արտաքին ուժերի բարեհաճության վրա։ Հիմնականում դա Ռուսաստանն էր։ Ես իմիջայլոց համարում եմ, որ ներկայումս էլ է Ռուսաստանը շարունակում դեր խաղալ, որովհետև Հայաստանի ներկայ իշխանությունները առավել քան երբևէ սինխրոն սպասարկում են ռուս-թուրքական օրակարգի շահերը եւ իրական անջատում Ռուսաստանից, համենայնպես իրական քաղաքական գործընթացներ մենք դա չենք տեսել եւ կարծում եմ մոտ ապագայում չենք էլ տեսնի, ուղղակի նրանք իրենց այս խոսույթով ապահովում են Ռուսաստանի նաեւ երեսը լվանալու գործընթացը։ Եվ երկրորդ կարևոր հանգամ Իհարկե ես մի քիչ բանավեճի տեղ ունեմ այստեղ ձեզ հետ։ Ես մի քիչ այդպես չեմ կարծում, որովհետեւ այն ինչ որ մենք, այն ինչ որ դուք նշեցիք, դա մեր պատկերացումներն է հանդեպ քաղաքական իրավիճակը, բայց աշխարհում այլ իրավիճակ կա եւ շատերը տեղյակել չեն, օրինակի համար ինչպիսի հարաբերություններ գոյություն ունեն Արևմուտքի եւ Ռուսաստանի միջև հարավային Կովկասի հետ կապված, որքան էլ ուրեմն այդ կապերը Ռուսաստանի հետ կան, Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանում որոշումների կայացման որպես գեներատոր եւ այլն, տարբեր բառեր կարենք օգտագործենք, հարցը այդտեղ չի։ Հարցը որքան էլ կտրված չլինեն, բայց Ռուսաստանի եւ Արևմուտքի հարաբերությունների կոնտեքստում է պետք նայել, արդյոք Ռուսաստանը ի վիճակի է այստեղ ինչ որ քայլեր անել, թե իր պայմանավորվածությունները ուրիշ տեղ են գտնվում եւ այլն։ Ուզում եմ ասեմ, մենք մեր Հայաստանի աչքով չպիտի այդ դիտանկյունից չպիտի նայենք իրավիճակին։ Այո, նա խորհրդային միության փլուզումից հետո էլ շատ ուրեմն կապեր, ուրեմն դադարեցին գոյություն ունենալ, այդ թվում հատուկ ծառայությունների հետ կապված, ռուսական հատուկ ծառայությունների, խորհրդային հատուկ ծառայությունների, դրանք քնեցվեցին, հետո երբ որ պետք եղավ, նորից ակտիվացվեցին, այո, այդ կապերը հիմա էլ կան, վաղը մյուս օր հնարավոր է ակտիվանան, բայց աշխարհական կոնտեքստն է փոխված եւ այդ դրանց դրսեւորման հնարավորություններ այս պահին չկան եւ դրա համար ես այդ առումով համաձայն կարամ չլինեմ եւ կարող է այլևս դրա դրսեւորման հնարավորությունը այլևս չլինի էլ այդպիսի բան, չնայած այդ կապերը լինեն։ Հայաստանի կախվածությունը տնտեսական Ռուսաստանից կարելի ասել տոտալ է եւ Ռուսաստանը մեր պետության համար որպես տնտեսական գործընկեր կրիտիկական նշանակություն ունի։ Մենք սրա նշանակություն չենք կարող թերագնահատել։ Իհարկե չենք թերագնահատում, բայց կա նաեւ այն փաստարկը, որ Ռուսաստանը կարող էր հիմա
այդ կերպ ազդել Հայաստանի քաղաքական կյանքի վրա, Հայաստանի հանրային քաղաքական կյանքի, տնտեսական կյանքի, բայց չի ազդում։ Արդյոք դա Ես կարծում եմ ինձ համար դա ունի մի բարձ բացատրություն, որ ներկա այսպես ասեմ ղեկավարը ինքը ձեռք է տալիս բացի հայկական շահերի, այսպես ասեմ, տեսանկյունից նայող մնացած բոլորին, որովհետև ինքը աշխարհակաղակական այդ խրթին գործընթացները, բարդ գործընթացները, այդ հանգույցները հեշտությամբ լուծվում են Հայաստանի քաղաքական շահերի զոհաբերման հաշվին։ Մենք այստեղ արդեն համակարծիք ենք դառնում, բայց արդեն այդ Եվ հենց այդ պատճառով Ռուսաստանը չի գործադրում, այսինքն Ռուսաստանը եթե իրապես ցանկանար, որպեսզի Փաշինյանը չլիներ իշխանություն, ես կարծում եմ նա ունի այդ հնարավորությունը դա Այո, բայց իր ցանկանալը կապված է արդեն իր հարաբերությունների հետ արևմուտքի եւ մնացած խաղացողների աշխարհակաղակական կենտրոնների հետ։ Այդ հնարավորությունները չկան, ես դա եմ ուզում նշել։ Թե չէ կապերը բնականաբար մի կարևոր հարցի, որ ըստ էության պատահական չի, որ նշվում է թե ամերիկյան էստաբլիշմենտի կողմից, թե եվրոպական միության եւ ինչու՞ չէ նաեւ Ռուսաստանը իր пассивությամբ նրանք բոլորը ցույց են տալիս, որ Փաշինյանը իրենց համար ամենաընդունելի ֆիգուրն է եւ պատահական չի, որ եղած աշխարհակաղակական գործընթացների շարունակականությունը նրանք կապում են այդ մարդու մնալու հետ, որովհետեւ հրաշալի գիտակցում են, թե հայության շահերը ինչպես են զոհաբերվում եւ երկրորդ նման մարդ գտնելով այդպիսի պատրաստականությամբ ոտնատակ կտա մեր բոլոր, այսպես ասեմ, շահերը, մեր բոլոր իրավունքները եւ Հայաստանը կդնի զոհասեղանի սեփական իշխանությունը պահելու համար, նրան դա բավականին բարդ հարց է եւ հետեւաբար հայ ժողովուրդը եւ հայ ազգը հայությունը այստեղ իրոք մտածելու լուրջ խնդիր ունի, որովհետեւ ստեղծված իրավիճակում ըստ էության մեր դեմ են ուժային կենտրոնները հիմնական, որոնք մեր տարածաշրջանում են գործում, այնպես չի որ եթե եւ միակ, այսպես ասեմ, պետություն միակ ում ձեռք չի տալիս Փաշինյանը, դա հայ ազգն է եւ հայ ազգը այս քայքայված վիճակում, այս տրոհված վիճակում, այս նվաստացված եւ թուլացված վիճակում պետք է կարողանա ինչ որ ձևով այդ գերխնդիրը լուծի, երբ որ Հայաստանի ներսում, այսպես ասեմ, օրինական բոլոր եղանակներով այդ մարդու իշխանությունը հնարավոր չի սահմանափակել։ Եվ այստեղ մենք կանգնում ենք դիլեմայի առաջ։ Այո, ես ընդունում եմ այն ինչ որ դուք ասեցիք, ես ուղղակի ուրիշ տեղ եմ խնդիր տեսնում։ Ես խնդիր եմ տեսնում, որ տեսեք դուք արձանագրեցիք մի վիճակ, որ Նիկոլ Փաշինյանը ձեռնտու է աշխարհակաղակական տարբեր կենտրոններին, գոնե այն կենտրոններին, ովքեր հարավային Կովկասում այս խաղացող են ու ակտիվ խաղացող են։ Հիմա բոլորին ձեռ է տալիս։ Ես շատ ավելի մեծ խնդիր տեսնում եմ, որ այս արձանագրումը, որ մենք հիմա կատարում ենք, մեր լսարանում ինչպիսի ռեակցիա կարա լինի, ինչպիսի եզրահանգումներ կարան կատարեն։ Ցավը այնտեղ է, ժողովրդի իմունիտետի անկումը այնտեղ է, որ մեծ մասը կասեն, դե որ ձեռ է տալիս բոլորին, բա հոյակապ վիճակ է դա։ Բա ինչ է, ուզում եք, որ այս կամ այն ուրեմն ուժին ձեռ չտար, աշխարհակաղակական կենտրոնին ձեռ չտար եւ մենք լինենք բախման ինչ որ կենտրոնում, նկատի ունեմ, տեսեք, իրենք այնպես չեն մտածում, ինչպես մենք ենք մտածում, որ այստեղ խամաճիկ լինելը եւ ինչի համար խամաճիկ լինելը, ինչի է նա ձեռ տալիս, որովհետեւ ըստ էության արտաքին աշխարհի խաղացողները հասկանում են, որ կարա լինի հայ ժողովուրդ որպես սուբյեկտ, այդ սուբյեկտը պետք է ունենա իր շահերը տրամաբանորեն, բոլոր սուբյեկտները ունենում են իրենց շահերը, եւ այդ շահերը դեմ են գնալու իրենց որոշումներին, այն որոշումներին, որտեղ որ իրենք ըստ էության աշխարհ են վերաձևում եւ այդ վերաձևման process-ի մեջ են իրենք գտնվում, այդ թվում Ռուսաստան, ուրեմն արևմտյան տարբեր երկրներ եւ այլն, բան չէ։ Եվ այդ տեսանկյունից պետք է հայ ժողովուրդը լրացվի։ Հիմա մեր տեսանկյունից, մեր մտածողության կերպը այնպեսին է, որ մեզ համար կարևոր է հայ ժողովրդի սուբյեկտ լինելը, Հայաստան պետության սուբյեկտ լինելը, սեփական շահերը հետապնդելը եւ այլն։ Այն լսարանը, որ մեզ այսօր դա փաստ է արդեն, որ մեզ լսում է հիմնականում, ինչպես է մտածում, Բա եթե բոլորին ձեռ է տալիս Նիկոլ Փաշինյանը, ոչ մի խրթին բան չկա այդտեղ, ըստ էության կարողանում է լեզու գտնել այս կամ այն, դե ոչինչ մեր շահերի հաշվին է դա, կամ դա ով ասեց մեր շահերը նրանք են, որ խաղաղություն լինի, որ ուրեմն, չգիտեմ, պատերազմ չլինի, հազար մի այսպիսի բաներ կարող են բերել եւ ասել։ Եվ այդ տեսանկյունից, երբ որ մենք օրինակ արձանագրում ենք այսպիսի վիճակը, հակառակը իրանք դրանից եզրահանգում են
կատարում, ուրեմն այն ինչ որ շարունակությունը ինչ որ մենք ասում ենք, դա կարևոր չի արդեն։ Կարևորը որ հա ուրեմն եթե բոլորին ձեռը տալիս շատ էլ լավ վիճակ է, ինչ է որ։ Այսինքն ձեր կարծիքով մեծամասնությունը համաձայն է լռել, որպեսզի խրթին անցյալը չխանգարի պայծառ ապագային ճակերտավը։ Դե քաղաքական կյանքը ամեն դեպքում դա է այս բային ապացուցում։ Տեսեք, ովքեր ինչ են ասում քաղաքական ուժերը, դիմացը նախընտրական շրջան է գալու։ Ուրեմն նոյեմբերի 9-ից ով է խոսում ընդհանրապես։ Ոչ ոք։ Քաղաքական ուժերից։ Միգուցե այնպիսի 1-2 ուժ խոսի, որ միգուցե եւ մասնակցելու են դրություններին, բայց հանրային լայն մեդիա տիրույթում ինքը չի երևում։ Ուզում եմ ասել չմեղադրենք բոլորին, բայց ամեն դեպքում հիմնական այսպես ասած խաղացողները ովքեր տիտղոսային ինչ որ տեղ են արդեն վերցրել մեդիա տիրույթում բոլորը տեղ են տալիս եւ այլն, այդ ինչի մասին են իրենք խոսում։ Իրենք խոսում են ըստ էության հենց այն նույն բանի, այն նույն իրավիճակի մասին, հաշվի են առնում հենց այն իրավիճակը, որը վերջի տարիներին ձևավորվել է եւ շատ քիչ, ասենք, բան կա, էլի Հայաստանի ինչ զարգացման ինչ որ խնդիր կարող են դնել։ Հիմնական խնդիրն էլ այնտեղ, որ մենք թույլ ենք, ապագայում եթե զարգացած լինենք ու ուրիշ բան այդ ժամանակ ինչ որ ազգային, պետական, ինչ որ շահերի տիրույթում ինչ որ խնդիրներ դնենք։ Բայց դա համակերպվել է հենց այն նշանակում համակերպվել այն վիճակին, որը վերջի 5 տարվա ընթացքում ձևավորվել է։ Ամեն դեպքում ես դա արձանագրում եմ, ուզում եմ ասել, մենք կարող է ներքուստ փորձենք ասել, որ հայ ժողովուրդը այդպես չի, բայց միգուցե ցանկալի կլիներ այդպես չլիներ շատերի մտքում, բայց մեծ հաշվով դիմադրություն շատ քիչ օղակներ ունեն, որ դիմադրում են այսօր։ Շատ լավ։ Ես ուզում եմ անդրադառնալ մի կարևոր հարցի էլ, քանի որ շատերը պատրաստ են այդ անցյալը մոռանալու գնով պայծառ ապագային պատրաստվել։ Ինչ եք կարծում, արդյոք իրենք նրանք հասկանում են իրականում այդ ապագան իրենից ինչ է ներկայացնում։ Ես թերահավատ եմ այս հարցում։ Գիտեք, հենց այդ տեսանկյունից պետք է, այո, եւս մի անգամ ասել, թե այն աջակցությունը, որի մասին մենք սկզբից սկսեցինք խոսել, ինչ է իրենից ենթադրում։ Այդ աջակցությունը ենթադրում է եւ այն ինչ որ հիմա ուրեմն հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ իրականում այդ աջակցության ողջ իմաստը, որ դու լռես, հայ ժողովուրդը լռի, դրա մասին է խոսքը եւ իմ խոսքը, որ դուք մեջ եք բերել, հենց դրան էր վերաբերում։ Ուրեմն ինչպես անեն, որ լռի հայ ժողովուրդը։ Լռել նշանակում է չխոսել ինչի մասին, չխոսել անցյալին, ազգային ազատագրական պայքարի, Արցախի իրավունքների, հանցագործությունների եւ այլն, վերջի 100 տարվա ընթացքում հայ ժողովրդի գլխին եկած փորձանքների, աղետների, չարագործությունների, որի դերակատարները, որի այտենց ասած ուրեմն սուր իրեն ձեռքին վերցրած այդ բաները, որոնք այդ ամեն ինչը արել են, այդ հանցագործները, որ արել են, թե մեր հարևաններն են, որոնք թշնամի են, միջև օրս եւ թե շատ աշխարհական կենտրոններ, որոնք շատ դեպքերում աչքերը փակել են, լուր կամ անգամ աջակցել են, այնպես չի որ Օսմանյան կայսրությունը արտաքին հովանավորներ չուներ եւ այլն, այդ ամեն ինչը պարզ է, կամ ռուսական կայսրությունը կամ խորհրդային միությունը եւ այլն։ Այս պատմական մի կողմ թողնենք այս բանը, բայց հիմա լռեցնում են մեզ, որպեսզի այդ ազգային շահերը եւ պետության կառուցման այդ ճանապարհը դու չորթեգրես, դու սուբյեկտ չդառնաս։ Հիմա լռեցնում են ինչպես, սա է պետք հասկանալ։ Լռեցնում են ամեն օր է դա, ամեն օր մեր աչքը կշտացնելով, ես այդ բառերն եմ բանում, ուրեմն փողոցներ ասֆալտապատելով, դպրոցներ կառուցելով, մանկապարտեզներ կառուցելով, ամբուլատորիաներ կառուցելով եւ այլն, էլի կարող ենք
հա Անորակ։ Հարցը այդտեղ չի, հարցը մեդիա տիրույթում ինչ է ամեն օր Իմիտացիա, զարգացման իմիտացիա։ Շատերը կարող են ասել, որ իմիտացիա չի, դա իրական է։ Մի հարցը այնտեղ չի, որ իմիտացիա է, առանձին դեպքերում իմիտացիա է, առանձին դեպքերում իմիտացիա չի, եւ առանձին դեպքերում իհարկե միլիոնավոր դոլարներ են դրվում, իրականում այդպիսի ուրեմն կառուցումներ, կառուցապատումներ, քաղաքաշինական ծրագրեր եւ այլն հյուսիս հարավ եւ այլն արվելու համար բայց դա հենց հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ իրեն լրացնելու հենց բուն ճանապարհը հենց դա է ուրիշ բան հայ ժողովուրդը այդ ամենով հանդերձ չհրաժարվի իր ազգային պետական շահերից, խորհրդանիշերից, պատմությունից, ինքնությունից եւ այլն, այս ամեն ինչից Եթե դրա հետ մեկտեղ ինքը չի հրաժարվում, դա մի այլ բան է, բայց երբ որ այդ ամեն ինչը արվում է, որպեսզի հրաժարվի եւ ուղղակիորեն Արցախ բառը մենակ արտասանելու համար հայ ժողովուրդը նորմալ է դիտում, որ դե հա, հիմա իրավիճակն է այդպես, դե ուրեմն պետք չի խրտնեցնել եւ այլն, էլ չի հասկանում, որ հենց այդ մտածողությունը արդեն նշանակում է, որ ինքը արդեն լրացված է։ Պարոն Սարոյան, դուք նշեցիք այդ նյութական շակերտավոր բարիքների մասին եւ այսինքն մարդկանց աչքը հագեցնելով փորձում են նրանց լրացնել, բայց իմ կարծիքով այստեղ մի շատ կարեւոր բաց թողում կա, որ մենք պիտի պարտադիր մատնացույց անենք, այն է, որ այդ հագեցնելու պահը շատ կարճ է տևելու է այնքան, մինչեւ իրոք այդ շահերից հրաժարումը դառնա վերջնական, ինքնության հենասյուները վերջնական քանդվեն եւ այս հանրությունը իրոք դառնա բիոմասա, ում հետ արդեն շատ ավելի վատ են վարվելու, ով սեփական երկրում չի կարողանալու անվտանգ քայլել փողոցներում, որտեղ ինքն լինելու է երկրորդ, երրորդ սորտի կարգ։ Այսինքն խնդիրը նրանում է, որ պետք է տեղ հասցնել, որ առանց ազգային արժեքների, առանց ազգային պետական շահերի քիչ թե լավ թե վատ սպասարկման, մնացած նյութական բարիքները դրանք ժամանակավոր են։ Միջև շղթաները վերջնական գցեն ձեռքերին եւ ոտքերին։ Ես սրա մասին եմ ուզում, որ մենք խոսենք։ Այո, որովհետեւ մարդը կարող է այս պահին ինչքան էլ մարդը լինի նյութապաշտ, ինչքան էլ նրա համար արժեքային որևէ բան գոյություն չունենա, բայց միջին վիճակագրական մարդը այնուամենայնիվ չի կարող իրեն լավ զգալ, երբ որ իր համար կարևոր սիմվոլները պղծվում են։ Իսկ դրանք այսօր պղծվում են եւ վաղը էլի են պղծվելու։ Ասենք հերթը հասնելու է նույն, չգիտեմ, Ծիծեռնակաբերդին, հերթը հասնելու է Էրաբլուրին, հերթը հասնելու է Սարդարապատի հուշամալերին, հերթով գալու է։ Եւ այդ մարդը որքան էլ որ փորձի խլացնել, ինքը միևնույն է հայելու մեջ մի օր նայելու է զզվելու է իրենից։ Խնդիրը հենց սրա մեջ է։ Այդ գիտակցման բացակայությունը։ Ես կարծում եմ, որ մեր հանրությունը մի շատ մեծ թյուրըմբռնում ունի, իրեն թվում է, թե ինչպես ինքը ապրել է նախորդ 30 տարիների ընթացքում որպես հաղթած պետության քաղաքացի, որտեղ կյանքը այնքան էլ գուցե լավ չէր, սոցիալական խնդիրներ կային, իրեն թվում է, թե ինքը շարունակելու է նույն կերպ ապրել, ուղղակի առանց ճակերտավոր պատերազմի վտանգի, իրեն թվում է, թե իր հանդեպ նույն վերաբերմունքն է լինելու եւ այդ սոցիալական խնդիրներն էլ են լուծվելու։ Ես կարծում եմ, այդ խնդիրը սրա մեջ է, որ մարդիկ չեն հասկանում։ Դուք երբ որ նշում եք բիոզանգված դառնալու այդ բան, խնդիրը հենց այնտեղ է, որ այս պահին է արդեն բիոզանգված, այն մարդիկ, ովքեր լռում են, արդեն լռեցված են, արդեն գտնում են, մտածում են, մտքում իրենց ունեն այն բանը, որ դե ժամանակավոր է, որ ընդհանրապես հետո կզարգանանք եւ այլն, եւ այդ ինչ որ մութ ապագային այտենց թողնում են ամեն ինչը այնտեղ, իրենք արդեն բիոզանգված են։ Եվ այստեղ դերևս կուշտ բիոզանգված կամ դերևս աչքը կուշտ բիոզանգված դեռ չի հասել այդ ուրեմն շլացուցիչ այդ բիոզանգվածը ապագայում էլ կարող է կուշտ լինել, կարող է եւ կուշտել չլինել, բայց ինքը միևնույն է արդեն բիոզանգված է։ Խնդիրը հենց այնտեղ է, ուրիշների շահերի տեսանկյունից այդ բիոզանգվածը ենթադրենք 20 տարի հետո պետք է էլի կուշտ լինի, ինչ որ ծառայություններ մատուցելու համար, թե արդեն պետք չի անկուշտ էլ կարա լինի։ Հիմա երբ որ դուք կոնկրետ նշում եք, որ ապագայում դա ինչպես կարա դրսևորվի, ես մի օրինակ ասեմ, որ շատ հասկանալի լինի։ Արդեն այսօր շատերը YouTube-ում եւ տարբեր սոցիալական ցանցերում կարող են տեսնել ադրբեջանցիները ինչպես Հայաստան են գալիս, նկարահանումներ են իրականացնում, խոսում են, գնում են անգամ նախկին ադրբեջանաբնակ իրենց ուրեմն հայրենակիցներ եւ այլն ինչ որ տներ են նկարում, որպեսզի ցույց տան եւ այլն,
եւ որևէ խնդիր չունեն եւ այդ մեծ հաշվով որևէ դիմադրություն չկա եւ հանրությունը շատ մատների արանքով այդ ամեն ինչին նայում։ Չի հասկանում վտանգը։ Ես դա հիմա այդ բիոզանգված վիճակն եմ ուզում բացատրել։ Այ ինքը բանը այս խնդիրը ուրեմն վաղը մյուսօր երբևէ հայ մարդը Ադրբեջան կարողանալու է գնալ Արցախի տարածք մտնել, օրինակի համար, անգամ ոչ միայն Արցախի տարածք մտնել, Գարդմանքի գյուղերը նախկին Գանձակի գյուղերը իրենց հայրենի, որ մարդիկ մանկություն են այնտեղ տեսել, այդ մարդիկ կարան գնան եւ այնտեղ նկարահանեն եւ ասեն սա հայկական է, երբևէ դա հնարավոր է։ Ներկա իրավիճակում ոչ։ Ապագայում էլ է անհնար, որովհետեւ ապագայում լինելու համար ապագա նկատի ունեմ, եթե մենք չփոխենք այդ ապագան։ Չէ, այդ հասկանում եմ, բայց եթե իրենց թվում է պատահական է, որ Արցախ անունը չպիտի հնչի, որովհետեւ Արցախի հետ կապված դա հայկականության խնդիր է։ Դրված է, որ որևէ հայկականության խնդիր չպիտի այլևս լինի Ադրբեջանում եւ այլն։ Այս Արցախի տարածքում եւ եթե մարդկանց թվում է, որ սա ժամանակավոր է, այստեղ են իրենք սխալվում։ Եվ այդ բիոզանգված վիճակը, այդ հանդուրժելու վիճակը, առայժմ նորմալ դիտարկելու վիճակը եւ մութ այդ ապագայի վրա կանխատեսում անել, որ չէ այնտեղ ինչ որ տեղ է լինելու եւ այլն, այդպես չի լինելու բնականաբար։ Այո, ադրբեջանցիները հանգիստ գալու են ստեղ, իրենց տեր են զգալու որպես հաղթած պետություն եւ ոչ միայն որպես ուրեմն վերջնագրեր ներկայացրած եւ հայկական ղեկավարության կողմից ընդունված, այնպես ինչպես այսօր է մեկնաբանվում, բանը, եթե մենք դա չանեինք, սա չանեինք, պատերազմ էր լինելու Հայաստանը, այնպես ինչպես վերջի օրերին մեկնաբանվեց, որ իբրև թե 2025 թվականի մայիս ամսին Հայաստանը կախված էր լինել չլինելու առաջ եւ ներկա ուրեմն պետության գոյությունը այդ որոշումով է եղել։ Ուզում եմ ասել, եթե այդ փաստարկներով պետք է մարդկանց լռեցնեն, մարդկանց ուղեղները լվանան, դա ուղեղների լվացման գործընթաց է։ Բնականաբար վաղը երբեք այդ հնարավորությունը չեն ունենալու եւ այդտեղ է որ բիոզանգված, եթե իրենց թվում է իրենք հիմա այդպիսի զանգված չեն, ապագայում այդ կերպ է լինելու։ Իրենք ըստ էության իրենց հայկականությունը կարող է գնան եվրոպական ուրեմն աշխարհամասում ինչ որ միտեղ ցույց տալ, բայց այս տարածաշրջանում բացարձակ իրենց հնարավորություն չի տրվելու այդպիսի բան։ Վաղը միսօր թող չզարմանան, վաղը միսօր Իրանում էլ եւ Վրաստանում էլ կարող է այդ իրավիճակը փոխվել քաղաքական շահերից, քո ուրեմն ոչ սուբյեկտային վարքից, բան լինելուց, կույրաղիկ լինելու պատճառով բոլոր կույրաղիքները այդպիսի վիճակ են ապահովում, այնպես որ թող չզարմանան, որ վաղը միսօր նույն վիճակը, ասենք, արձանագրվի արդեն Վրաստանում կամ Իրանում, հայության եւ հայկականության հետ կապված ամեն ինչի հետ։ Սահմանները բացվում են եւ քո մոնոէթնիկ կազմը արդեն ձևափոխում են, այդ լրացնում են, որպեսզի նման կարգի ծրագրեր իրականացնեն։ Ըստ էության վաղը միսօր արդեն ոչ ոք չի նայելու քո քաղաքակրթությանը, քո մշակույթին, քո ինքնությանը։ Շատ լավ, պարոն Սարոյան, դա իհարկե այն սցենարն է, որը իրականացվում է եւ մեծ հաջողությամբ է իրականացնում եւ այստեղ ես ուզում եմ միասին փորձենք գտնել այլընտրանքի այն տարբերակը, որը հնարավորություն կտա, թեկուզ ոչ այս կարճաժամկետ, բարձր մենք այդ ժամանակը բաց ենք թողել, բայց այնուամենայնիվ հույս պահել, շանս պահել, որ այս գործընթացները վաղ թե ուշ կկարողանան կանգնեցնել եւ իօգուտ մեզ շրջել։ Այո, ես մենակ ոչ թե պատասխանները տամ, այլ այդ հարցադրումը շատ լեգիտիմ հարցադրումը բարձրաձայն է, որ ասում են շատերը այդ թվում չարակամները մեր խոսակցության արդյունքում մեծ չարակամ մարդիկ ովքեր ինչ են ասում են բա լավ ինչ եք դուք առաջարկում լուծումները որոնք են եւ այլն այդ հարցականով մենք այսպես ավարտենք որպեսզի այսպիսի շատ լեգիտիմ բան է իրենց կողմից էլ շատ լեգիտիմ հարց է եւ փորձենք ոչ միայն ես տարբեր մարդկանց հետ իսկապես այդ հարցերի պատասխանները տալ
Շատ լավ։ Ամանավանդ ինձ ավելի շատ հաճախ կարելի ասել, եթե տխուր չլիներ, ծիծաղ է առաջացնում, երբ որ հետևողական տարբեր ուժային կենտրոններ մեծ բերում հասցրել են այս կարելի ասել անդառնալիության վիճակին եւ ինչ որ հարցազրույցի կամ բանի ժամանակ մեկ էլ ուզում են որ 5 րոպեում 10 ազգի եւ պետության փրկության բանաձևը հստակ գծագրված քայլերով եւ 100%-անոց երաշխավորված ելքով եւ երբ որ ասում ես որ ցանկացած գործընթաց ինքը ջանք է պահանջում, ինքը փնտրտուք է պահանջում, գիտելիք է պահանջում, անմիջապես խոսակցությունը փակվում է, որ այլ տարբերակ չկա, ինչը եւս ցույց է տալիս մեր մոտեցման պրիմիտիվությունը։ Կներեք, այդտեղ մի բան ուղղակի բերեմ, էլի, այլ տարբերակ չկա, ինչ են բանանում, որովհետեւ ինչ է մեջբերվում ի վերջո, երբ որ բոլոր փաստարկները վերջանում են, իրենք կարճում են ընդամենը մի փաստարկից, պատերազմ կլինի, դուք ուզում եք որ պատերազմ լինի, մենք վերջնականապես կործանվենք, սա է իրենց վերջնական, որովհետև փաստարկները, բոլոր փաստարկների ի վերջո հանգում են այս բանաձևին։ Այսինքն, բայց այստեղ էլ կա մանիպուլյացիա, որովհետև պատերազմը շարունակվում է, պատերազմը դրանք ակտիվ ռազմական գործողությունները չեն։ Մանիպուլյացիաներ են իհարկե, բայց ես դրա համար եմ ասում, երբ որ մենք սկսենք խոսել բազում տեսակի լուծումներից եւ քայլերից վաղը մյուս օր, վերջում բերելու են ասելու են, որովհետև փակուղում հայտնված մարդիկ, այդ 5 տարվա բանաձևը, որը Նիկոլ Փաշինյանի կողմից անընդհատ դրվում է, եթե դա այդպես լիներ, ուրեմն կամ այդպիսի քայլ երբևէ մենք անենք, միանգամից պատերազմ էր, դա եք ուզում։ Բայց շատ ավելի սարսափելի է, երբ ազգը հանձնվում է առանց պատերազմի եւ առանց պայքարի։ Դա փաստացի է, այսինքն իրականում պատերազմը այդքան էլ սարսափելի չի, ավելի սարսափելի բաներ կան պատերազմից այն կողմ։ Կներեք, երբ որ ազգը պատերազմում է, ինքը միշտ հաղթում է։ Բոլոր պատերազմող ազգերը հաղթում են։ Այո, եթե ինքը ընտրում է պայքարի ուղին եւ մեր պատմության մեջ եւս կան այդպիսի տարբերակներ, ես ուզում եմ մեր զրույցը ավարտենք, քանի որ դուք նշեցիք այդ զանգվածի արժեքների խեղաթյուրման, ինքնախապեյության հետ կապված, ուզում մեր զրույցը ավարտենք մի շատ բավական հայտնի խոսքով, ցիտատով, որը վերագրվում է, եթե չեմ սխալվում, Չեչնիայի կամ ինչպես իրենք են ասում Իչկերիայի առաջին նախագահ Ջոխար Տուտաևին, որ եթե հայրերի վախկոտությունը անվանենք զգուշություն, ապա կգա մի ժամանակ, երբ որ երեխաների կամ որդիների ստրկությունը կանվանենք նվիրվածություն։ Դա կարծում եմ ավելի քան դիպուկ է բնութագրում մեր վիճակը եւ կարծում եմ մի քիչ մռայլ գույներով զրույց ստացվեց, բայց իրականությունն է այդպեսին, իսկ մենք չենք վախենում իրականությունից։ Ընդհակառակը նման զրույցները սթափեցնելու միտում ունեն, որպեսզի ինքնախապեյության թմբիրին չտրվեք։ Մենք անպայման թե պարոն Սարոյանի հետ, թե մեր ուրիշ հյուրերի հետ կանդրադառնանք ինչ անելու այդ հավերժական հարցին, այդ գերխնդրին, որովհետև պիտի կարողանանք վեր բարձրանալ խնդրից, որպեսզի գտնենք նրա լուսման տարբերակները, իսկ այդ լուսման տարբերակները հաստատ կան, ուղղակի գնալով գինը ավելի է թանկանում։ Ձեզ համար զրուցում էին ազգ նախաձեռնության անդամ Արփի Թոփչյանը եւ քաղաքագետ Սարո Սարոյանը։ Հետևեք մեզ, հետևեք մեր թողարկումներին, միացեք ազգային հարթակին, որպեսզի մեր ձայնը ավելի լսելի լինի այս համատարած թմբիրի մեջ եւ որպեսզի չգա այն օրը, երբ ինքներս մեզ չմեղադրենք ավելին չանելու համար։ Շնորհակալություն։